Փաշինյանը ծնկի եկավ նահատակների հիշատակի առջև ՀՊ համագումարի ժամանակ, ինչ էր ուզում ասել իր քայլով։ Ոչինչ պետք, դենի որ հանձնել, տոյնված հանձնել չտանիք, հասից աղբերը զոհված, քվորս տղեն զոհված, աղբորս ոտը կտրած, երկու պատերազմի մասնակից։ Դա, դե տամար մազերը սիպտակալա։ Կամ ասել Ղարաբաղ Ադրբեջանը համցնքի չոքել զոհվածների։ Հա? Ոնց հասկանան հիմա այդ մարդուն։ Գալաթար է։ Եթե հիշատակը հավերժ պահ ողնի, դա այդ քայլերին չէր լինի։ Կներես բացել չէ ուզում երկարդվում, հակակետերի կպացել տխրկել։ Ախիչի երաբուրը գրում, Ինչ էր ուզում ասել իր քայլով։ էդել ասում, եղսավորությունը, Ինքը ուզում էր ցույց տալ, որ տեսեք, ես հայ ազգի համար անող եմ, բայց ինքը ոչ մի բանը չի կարա։ Ժողովուրդ ապետ քաղաքի, որ ինքը ընտրան, իրան ոչ մի գաղտնի չունի։ Մեծ Մարդ ապետ, ուրիշ ոչ շիպ են նրան, պետքական ոչ շիպ են չունի, որտեղ տեղը պնդացրած իրա համար ուզածնելու են։ Դե դա արդեն ինքը իմանա, որ ինչ էր ուզում ասել։ բալաջան, ես դրա մեջ եմ, ես էլ կծան կանայի ծնկի կան դրանց առաջ, երեխաներ չկա, այնպես որ լուր, աջեք ծեր պետության շահերը, ես ձեզ երիտասարդ եք չեք հասկանում, այն տղա մարդը, որ իր ընտանիքը չկարողացավ ղեկավարել, հարևանը այդ ընտանիքը կքանդի, բամբասանքով վնաստալ, առաջ երդին պետության մեջ կարգ ու կանոն ունի, հետո մտածել մնացած հարցերի շուրջ, նայեք պետություններին, աշխարհի, որ չէր պատերազմից հետո 49 թվականին կորուստներ ունեց այդքան, բայց տեսեք հիմա ինչպիսի զարգացած երկրներ են, ինչպիսի հարուստ երկրներ են և ինչպես են ապրում, օրինակ ես, մենք հայերս սովոր չենք պետականություն ունեն,